Պարոն Մանուկյան, արդեն տևական ժամանակ է, այսպես Հայաստանում ներքաղաքական իրավիճակը անհասկանալի է, խրթին է, մենք փորձում ենք ինչ-որ լուծումներ, տարբերակներ գտնել, հասկանալ, թե իշխանության ուզածը ի վերջո որն է, ձերբակալություններ, եկեղեցու դեմ արշավ, ինչու իշխանությունը հիմա իր այս գործունեությունը սկսեց։ Սա իրենց պետական քաղաքականությունն է, թե այնուամենայնիվ որևէ կետից, որևէ ուժից կար հրահանգ, որը պետք էր կատարել։ Իշխանությունը դեռևս իր գործունեությունը սկսելու օրվանից կարող եմ ասել, որ ոչ միայն եկեղեցու դեմ է սկսել իր արշավը, սկսել է նաև շատ այլ ինստիտուտների դեմ։ Դեռևս 20 թվականից այս կողմ սկսվել է արշավ հերոսի ինստիտուտի դեմ, սկսել է արշավ ընտանիքի ինստիտուտի դեմ եւ հասկանում ես, որ զարմանալի չէ, որ մի օր էլ որոշում կայացրեց, որ պիտի դուրս գա հենց եկեղեցու դեմ։ Այս դեպքում իրենց գործողությունները, երբ որ մենք նկատում ենք, տեսնում ենք, թե ինչպես է զարգանում, հստակ երևում է, որ Փաշինյանը ամեն գիրակի ընտրում է իրեն մի վայր, որտեղ կարող է եւս մեկ անգամ ասել, որ ինքը ընդունված է, որոշակի փոքրիկ խմբակի կողմից ընդունված է, որ ես դեռևս կարող եմ կոչվել վարչապետ, որ ես ինքնահռչակա դեռևս չեմ, եւ ամբողջ խնդիրը հետեւյալն է, որ իրենք գեղեցիկ հագնվել են, մասնակցում են պատարակների, որոնք կարծում եմ կեղծ են, եւ հիմա են ասում, որ դեռևս պատարակներն ամենակարևոր այն իրադարձություններն են։ Հիշեք մեկ պարզ բան, Կիրանցի ժամանակ, երբ որ հենց ինքն էր իր բառաֆոնդով ասում, որ այս եղելությունը, այս իրադարձությունը աստվածապաշտական որևիցե մի իրադարձություն չէ, այլ ինչ որ շոուներ են։ Ինչպես եղավ, որ հիմա պատարակը դարձավ իր համար կարևոր։ Հստակ է, որ քաղաքական ամբողջ մեսիջը կատարվում է, որ իր, այսպես ասած, ընդունված լինելը գոնե իր փոքրիկ խմբակի, այսպես ասած, մեկ սենյակում գոնե հրամցնի իր ներսում։ Նայեք, այսօրվա իշխանության գործելավոճից մենք հասկանում ենք, որ իրենք որևէ կերպ չեն կարողանում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց ընդունել։ Եթե իրենց դեմ են խոսում, ուրեմն դրան պետք է ինչ-որ մի գործընթաց հաստատ հաջորդի։ Այս վակուումը ստեղծելով մենք դեպի ուր ենք գնում, այսինքն ինչ է ստացվում, առանց ընդդիմություն Հայաստան, միայն Նիկոլ Փաշինյանը, մեն իշխանություն, ինչ է լինելու։ Այն, որ եկեղեցի մինչև վերջ ամուր է մնալու, դա փաստ է։ Եթե այսօր եկեղեցին խոսում է պահպանողականությունից, փորձում է լինել իր ամբողջ կազմով պահպանողական, եւ եթե դա Փաշինյանը ընդունում է իր դեմ, ուրեմն այս դեպքում դիտարկենք, որ կարող է Փաշինյանը մի օր էլ ասել, որ եկեղեցին ամբողջությամբ ընդդիմադիր է եւ իրեն չի ընդունում, բայց եկեք հասկանանք, եկեղեցին այսօր որևիցե մեկի կողմը չէ, եկեղեցին միշտ եղել է ժողովրդի կողմը եւ եղել է պահպանողության կողմը։ Այս դեպքում եթե մեկ մարդ ցանկություն է հայտնում ընդդիմադիր կեցվածք ընդունել, իր խոսույթում որոշակիորեն չընդունել որևիցե մի գործողություն, գնահատական չտալ, գնահատական համարենք մեկ անձը չի տալիս, բայց ցանկանում է համարենք այս մի փուլը չի ընդունում եւ այս մի հայտարարությունը չի ընդունում, վերջ տվյալ մարդը լրացվում է։ Թվում է, թե իրենք վախում են նույնիսկ մեկ քաղաքացուց, ով կարող է անդիմախոսել այս դեպքում, խոսել այն արդարությունից, որը այդ բաց թողումը իրականացվում է հենց իշխանական խմբակի կողմից։ Այս դեպքում հստակ է, որ ընդդիմություն ձևակերպումը այսօր մեծամասնությունն է հասարակության։ Եթե մարդիկ ցանկանում են այսօր խոսել բոլոր բացերից, արձանագրել այդ բացերը եւ առաջարկել նույնիսկ լուծում, որ այստեղ հնարավոր մենք մեր լուծումը առաջարկենք, տվյալ մարդը հնարավոր է որ լրացվի, ասեմ, որ այս մարդը պատկանում է սրան, այս մարդը պատկանում է նրան, դուք ինչքան գումար եք ստանում, ինչու՞ չէ նաև այսօր թիրախավորվում են նույնիսկ լրատվամիջոցները, լրագրողները։ Ինչպես լրագրողը իրավունք չունի հարց տալու, իհարկե իրավունք ունի, տվյալ մարդիկ վախենում են նույնիսկ հարցադրումներից այս դեպքում։ Ցանկացած հարցադրում իրենց մոտ, այս փոքրիկ խմբակի մոտ մեծ վախ է առաջացնում, որը կարծում եմ իրենց ներսում անկառավարելի է։ Այսօր մարդիկ են անազատության մեջ, ովքեր կկարողանային իրենց շուրջ մարդկանց հավաքել։ Սրբազանները, բարերար Սամվել Կարապետյանը, համայնքապետեր, այս գործելավոճով իշխանությունը հասարակությանը ինչ է ուզում ցույց տալ եւ ասել, որ սուս մնացեք, թե չէ կձերբակալվեք, կկալանավորվեք։ Մեսիջը ո՞րն է իշխանության։ Իշխանությունը հստակ է, որ վախենում է այն մարդկանցից, ովքեր որ գտնվում են այսօր փակի տակ։ Նույն ազգային բարերար Սամվել Կարապետյանը,
Սամվել Կարապետյանի որևիցե մի ուղերձում չի եղել այն, ինչ որ առաջադրվում է այսօր որպես մեղադրանքի տեսքով։ Հստակ է, որ Սամվել Կարապետյանը այնպես չէ, որ նոր է սկսել իր բարեգործությունները, իր գործունեությունը Հայաստանի համար, թե ինչ մեծ քայլեր է իրականացրել։ Ուղղակի այսօր հստակ է, որ իշխանությունը վախենում է իր աթոռին մնալու այդ հակումից, որ հնարավոր է, որ դա բաց թողի ձեռքից, քանի որ այս դեպքում ես կարող եմ ասել, որ նույնիսկ իրենք վախենում են, որ նորից կարող են ինչ-որ մի օր դառնալ ընդդիմություն, որովհետև հնարավոր է, որ այդ ժամանակ մաքսիմալ կերպով անդառնալի լինի իրենց սպառվածությունը։ Հստակ է, որ Սամվել Կարապետյանը այսօր այն մարդն է, ում շուրջ տեսնում են այն ամենամեծ ուժը, որ կարող է իրենց, ինչպես կասեին օվկիանոսում, այդ ալիքը քշել տանել այդ իշխանությանը։ Այնուամենայնիվ իշխանությունը այսօր ջանք ու եռանդ չի խնայում, որ Սամվել Կարապետյանի այսպես հետագիծը սևացնի, իրեն ներկայացնի որպես օլիգարխ, կխնդրեմ ասեք, այս գործելավոճին հակառակ ինչ պետք է արվի, որ ճիշտ ներկայացվի Սամվել Կարապետյանի կերպարը, որ ի վերջո բարերարները, բարեգործները եւ օլիգարխները տարբեր մարդիկ են։ Գաղտնիք չէ, որ այսօր մարդիկ կան, որ այո, թերի ունեն պատկերացում, թե ինչ է նշանակում ազգային բարերար ձևակերպումը, բայց մեզ համար բարդ չէ այդ լուսավորչական մեծ աշխատանքը տանել, այդ բացատրական մեծ աշխատանքը տանել եւ ժողովրդի հետ խոսել, թե որն է բարեգործությունը։ Եվ գաղտնիք չէ, որ բոլոր վայրերում, նույնիսկ Արցախում, այն մեծ հիվանդանոցը, որը պատրաստվել էր եւ տարածաշրջանում առանձնանում էր իր տեխնոլոգիապես հագեցվածությամբ, դա զարմանալի չէ։ Եվ ժողովուրդը պիտի հասկանա, որ այս մարդը, երբ որ բարերար է, Սամվել Կարապետյանը բարերար է եւ այս կերպ վարում է այսպես գործունեություն, անում է հետեւյալ քայլերը, որպեսզի ժողովուրդը կարողանա լավ ապրել։ Հնարավոր է, որ երբ որ Սամվել Կարապետյանի առաջնորդած այսպես ասած կազմը լինի ղեկավարություն, ժողովուրդը ել ավելի լավ կապրի։ Եվ իրենք դրանից են վախենում, որ իրական փաստեր կան, որ մարդը միջև վերջ եղել է հայրենիքի եւ ժողովրդի կողքին։ Ուղղակի իրենք իրենց պատկերացումներում չգիտեմ թե ինչպես կարող է օրինակ համարենք Նիկոլ Փաշինյան արտիստը ասել, որ կամ իր պատկերացումները փորձել համեմատվել իր պատկերացումներում, փորձի համեմատվի Սամվել Կարապետյան ազգային բարերար մեծ կերպարի հետ։ Ինչպես կարող է։ Եվ թվում եմ, թե այս ամեն ինչի մեջ իրենց փոքրությունը այդտեղ են գտնում։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը իրեն համեմատում է իր պատկերացման մեջ, իրեն փոքր է զգում եւ այդտեղ կատաղում է։ Եվ դրա համար է երևի թե որ այսօր Սամվել Կարապետյանը փակի տակ է։ Դուք այսօր մարզեր բավականին ակտիվ այցեր եք ունենում, գաղտնիք չէ, որ այսօր բոլոր հեռուստատեսությունները իրենց համապետական սփռումը կորցրեցին, միայն հանրային հեռուստաընկերությունն է մեր հարկերով սնվող, միայն իրենք են ինֆորմացիա տալիս եւ իշխանահաճո ինֆորմացիա, ինչ տրամադրություններ են մարզերում բնակիչների մոտ, այդ ինֆորմացիան ունեն Սամվել Կարապետյանի մեր ձևովի մասով իշխանությունների անելիքների հետ կապված։ Ստեփանավանում էինք մի քանի օր առաջ եւ ուզում եմ ասել, որ տեսեք, իշխանությունը այսօր միայն զբաղված է քաղաքական թեզերի տարածման նոր հոլովակներ նկարելով եւ հստակ մի պատմություն պատմեմ, որ օրեր առաջ գտնվելով Ստեփանավանում հստակ էր, որ մի կին, մի տատիկ մոտեցավ եւ Նարեկ Կարապետյանն ասեց. «Ինչ խաղաղություն, ինչ քաղաքականություն, ինչ Նիկոլ Փաշինյան, իմ տանը հաց չկա»։ Այսինքն մոռացել են գյուղացու մասին բացառապես։ Մոռացել են, թե ինչ դժվարությամբ է վաստակում գյուղացին իր օրվա ապրուստը։ Եվ թվյացյալ կերպով իրենք գալիս են Երևանում եւ նկարահանում են ինչ-որ հոլովակներ, որ իրենք այցելել են, ասֆալտ է այնտեղ եղել, մարդկանց տանը հաց չկա։ Հավատացած եղեք, ձեր ասֆալտը ոչ մեկին էլ պետք չի։ Պետք է ուղղակի մտածել, որ գյուղում պետք է լիներ արտադրություն, որ մարդիկ գործ ունենան, աշխատանք ունենան հետեւյալ կերպ, այդ մեծ գումարները, որ պատրաստում են դպրոցի շենք սարքելով, պատ սարքելով, այդպես մարդկանց, այսպես ասած, աշխատանք չունենալու խնդիրը չեն կարող լուծել։ Եվ հետեւյալը, թող իրենք հետեւություն անեն, որ գյուղերում, երբ որ մենք հանդիպում ենք մարդկանց հետ, հստակ շփվում ենք գոնե մարդկանց հետ հասկանալու թե իրենց խնդիրը։ Այստեղ ոչ մի բեմադրություն չկա,
որովհետև Նիկոլ Փաշինյանի հրապարակած հոլովակներում միմիայն բեմադրություն է, թե հստակ մարդիկ են նշված, երբ որ ինքը մոտենում է, ինչ որ մարդկանց է ձեռքով բարևում, այս ձևականություններից երբ որ մի փոքր փախչեն, կհասկանան, որ գյուղացու ձեռքին այսօր գումար չկա, որ իր երեխայի համար որևիցե մի բան կարողանա առնել։ Մեր ձևով շարժումից խոսենք, երբ եք այսպես պատրաստվում ակտիվ քաղաքական գործունեության մեջ մտնել, որտեղից եք սկսելու այդ գործունեությունը, եւ իհարկե այս մասին շատ է խոսվել, բայց այնուամենայնիվ ձեզ ազդակներ հասնում են, որ հնարավոր է ամեն դեպքում շարժումը չգրանցել որպես քաղաքական ուժ։ Եթե երկրի համար մեկ մարդ առաջի դեմք ասվածը վախենում է Սամվել Կարապետյանից, վախենում է մեր ձևով շարժումից, ամեն ինչը հնարավոր է գնա։ Իր իրավական անվան տակ, այսինքն իրավական գործողությունների անվան տակ հնարավոր է, որ ամեն ինչ անի միայն թե չտեսնի այն մեծ պարտությունը, որը կարող է տեսնել եկող ընտրություններին, բայց մեր ձևով շարժումը չի դադարելու պայքարել, եւ եթե այսօր արձանագրել եք, արդեն մենք ունենք գրանցված 10,000 հոգի քաղաքացի։ Ինչ է, սա ընդհանրապես մարդկանց ցանկություն է եղել, ոչ, սա ակտիվ աշխատանքի արդյունք է, եւ այս թիվը գնալով մեծանալու է, եւ 10-ը պատվելու է, 100-ը պատվելու է, եւ 1000-ը պատվելու է ավելի շատ։ Երբ որ տեսնելու ենք, թե ինչպես է մարդկանց խոսքը դառնում մեկ ամբողջություն, այսինքն այս մեծ հանրային կոնսոլիդացիան ստեղծվում, երբ որ մարդիկ կանգնում են մեր ձևով շարժման կողքին եւ չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի եւ հոլովակները եւ հայտարարությունները։ Պարոն Մանուկյան, 26 թվականին մենք գնում ենք ընտրությունների եւ հաշվի առնելով մեր ունեցած իրավիճակը, երբ օրինակ ասում են, որ մարզերում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներին մարդիկ գալիս են գումարով, մյուս համայնքների, Վաղարշապատի եւ մյուս համայնքների ընտրությունները, որտեղ վարչական ռեսուրս է օգտագործվում, այս ամենը հաշվի առնելով մենք կկարողանանք 26 թվականին այսպես միայն ընտրություններով սահմանադրական ճանապարհով հասնել իշխանափոխության։ Այն, որ հնարավոր է հասնել ընտրություններով մեծ արդյունքի, դա փաստ է։ Եվ Նիկոլ Փաշինյանի վախը հենց ընտրություններում իր քիչ ձայն հավաքելու այսպես ասած միտքն է։ Եվ ամբողջ խնդիրը հետևյալն է, որ այո կա հնարավորություն, որ ընտրատեղամասերում ուշադիր լինել, իհարկե դա սահմանադրական աշխատանք է, որտեղ կան մարդիկ, ովքեր դիտորդի կարգավիճակում են, լինում են այդ process-ը փորձում են ուշադիր լինել, իհարկե հնարավոր է Գյումրու պատկերը հենց այնպես չէր։ Եթե այստեղ փորձել են ինչ-որ տարբերակներով, ինչ-որ կեղծիքներով իրականացնել, նորմալ է մեզ համարում, որ նույնիսկ անգամ միտեղ փորձի ինքը հաղթել։ Գոնե, եթե դա արձանագրենք նույնիսկ փոքրիկ հաղթանակ, եթե այնպես են հրճվում, կարծես թե դա իրենց վերջի հաղթանակն էր։ Եվ այս հաղթանակի մեջ կարելի է արձանագրել, որ մասնակիցների միայն 22%-ի հավանականության արդյունքում է եղել, որ արձանագրել են փոքրիկ հաղթանակ։ Եվ թող ընդունենք, եթե դա իրենց վերջի հաղթանակն է, թող տոնեն, թող մաքսիմալ կերպով տոնեն, թող տոնեն, երբ որ հագենան այդ իրենց փոքրիկ պատկերացումից, իրենք էլ գիտեն իրենց մեջ, թե ինչ է եղել։ Որովհետև Նիկոլ Փաշինյանի կառավարության արդյունքում էլ կան որոշակիորեն, այսպես ասած, շատ կոռուպցիայի շատ գործողություններ, ինչպես եւ ինքն էր 2018-ին քարկոծում կոռուպցիա բառը, բայց մինչև այսօր կարծում եմ, որ իրենք ել ավելի շատ են խրված հենց կոռուպցիայի մեջ, որովհետև հենց այս process-ների մեջ պիտի փնտրենք իրենց կեղծարար լինելը, որովհետև իրենք հեղափոխություն չեն արել, իրանք եկել են, զավթել են, ունեցել են մեծ իշխանություն եւ այսօր շարունակում են ավելի շատ գործաման տանել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ եթե այսպես ամփոփելու լինենք, 26 թվականի մասին խոսելիս Սամվել Կարապետյանն էլ հաղթանակի մասին էր ասում, ինչպես պետք է ունենաք այդ հաղթանակը, ինչ քայլեր եք ձեռնարկել դրան հասնելու համար եւ մեջբերեմ, որ Էջմիածնի ընտրությունների մասին ասացիք, որ քիչ տոկոսն է մասնակցել ընտրությանը։ Այսօր մարդիկ իսկապես հիասթափված են։ Այդ հիասթափված զանգվածին ինչպես պետք է համոզեք, որ իսկապես հաղթանակը ձերն է լինելու, նաեւ ժողովրդինն է լինելու, որ այս իշխանությունը վերջապես գնալու է եւ լինելու է իրական խաղաղություն ու ամենակարևորը արժանապատիվ խաղաղություն։ Ես նոր հեծանիվ չեմ հորինի, բայց կասեմ, որ պարզ կերպով մարդկանց հետ շփվելը
ամենալավագույն լուծումն է, երբ որ դուք ունենաս մեծ հաղթանակ, որովհետև հենց այսօր այն մարդը, ով 18 թվականի գործողություններից հետո միայնակ հեծանիվ էր քշում փողոցներում եւ ասում էր, որ ինքն ամենամեծ սերն է վայելում ժողովրդի կողմից, այսօր ամենափոքրն է դարձել այսօրվա մեծ Հայաստանի Հանրապետությունում եւ հստակ է, որ երբ որ դու կարողանում ես շփվել շատ մարդկանց հետ նույնիսկ մարզերում, շփվել, հասկանալ խնդիրներ եւ առաջարկել որոշակի լուծումներ, միայն այդպես կարող է ժողովուրդը քեզ հավատալ։ Թեպետ այստեղ ոչ մի այլ գործողություն տեղի չի ունենում, ինչը որ արեցին 2018 թվականին։ Իրականում 18 թվականի այս process-ը, երբ որ դիտարկում ենք եւ հասկանում ենք, որ այս մարդիկ իրական պատկերը չէին, այսինքն այդ մարդիկ եղել են կառավարությունում, ունեցել են որոշակի գործունեություն։ Նիկոլ Փաշինյանը եղել է մասամբ լրագրող եւ խնդիր չի այստեղ, որ նա որոշակիորեն, այսինքն կեղծ լուրեր է գրել։ Սամվել Կարապետյան անձի հետ համեմատվելն էլ չի կարող նա, որովհետեւ Սամվել Կարապետյանը դեռևս 2000-ական թվականներից սկսված ինքը բարեգործություն է արել, եղել է ժողովրդի կողքին։ Չեք կարող որևիցե մեկ այլ գործողություն կամ մեկ այլ գնահատական տալ այս ամենին, որովհետև հստակ երևում է, որ մարդը եղել է բարեգործ եւ ունեցել է ազգային բարերար կոչումը, եւ դա հեշտ չի էլի, որովհետև եթե մարդը ուղղակի կեղծ լուրեր է գրել, այդպիսի անվանում, այդպիսի կոչում չէր կարող հենց այնպես ստանալ։ Դրա համար հենց ինքը վախենում է Սամվել Կարապետյանից, որովհետև իր պատկերացումներում չի կարողանում համեմատել Սամվել Կարապետյան մեծ կերպար, մեծ մարդու հետ, որովհետև տեսնում է, որ իր փոքրությունը հենց այդտեղ է։